Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 992.2 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 128.8 միլիարդ դրամով։ Տվյալները հայտնում էին ֆինանսների նախարարությունից։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ուղղված ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ այդմ այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև ազգային անվտանգության և հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները սահմանված պայմաններին բավարարել դեպքում։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում Հայաստանից արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում այս տարվա հունիսի 1-ից կիրականացվի շուրջօրյա առանց հանգստյան օրերի 24/7 ռեժիմով։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։ 2024 թվականին մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնություններով 3 վարույթ է հարուցել։ Արդյունքում պետբյուջե է գանձվել ավելի քան 2 միլիարդ դրամի տուգանք։ Այս մասին խորհրդարանում հայտնել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը, ինչպես գրում են լրատվամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին։ Սակայն ըստ նրա նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում և խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։ Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրային բանակցությունները փակուղի են մտել։ Մայիսի 11-ին Ժնևում ավարտված բանակցություններում կողմերը հաղորդել էին որոշակի առաջընթացի մասին, սակայն մաքսատուրքերի աճը լարում է ստեղծել։ Ամերիկան բարձրացրել է բոլոր չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 145%, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների վրա մինչև 125% մաքսատուրք է սահմանել։ Մոսկվան իրանական ընկերությանը փոխանցել է առնվազն 1.8 տոննա ոսկե ձուլակտոր մոտ 104 միլիոն դոլար արժողությամբ, որպես շահեդ 136 անօդաչու թռչող սարքերի դիմաց վճար։ Ոսկու օգտագործումը հնարավորություն է տվել շրջանցել ամերիկյան դոլարով ֆինանսական գործարքների հետ կապված սահմանափակումները, որոնք կարող էին արգելափակվել կամ բարդանալ Միացյալ Նահանգների գանձապետարանի պատժամիջոցներով։ Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 152 տոննա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանից ներմուծվում են անվավեր բուսասանիտարական վկայականներով ապրանքներ։ Ապրանքները վերադարձվել են արտահանող երկիր։ Բացի այդ, կրկնակի ստուգման ժամանակ վնասատուներ են հայտնաբերվել Ադրբեջանից ժամանած ավելի քան 400 տոննա քաշ ունեցող լոլիկի, կարտոֆիլի և խնձորի 18 խմբաքանակներում։ Այս երեխան հազիվ 5 տարեկան լինի, դեռ չի կարդում, չի գրում, բայց արդեն ունի թվային կենսագրություն լի տասնյակ լուսանկարներով, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում առանց իր իմացության ու համաձայնության։ Համացանցի նշանակությունն ու ներուժը մեր օրերում գնալով մեծանում է, մասնավորապես սոցիալական մեդիայից օգտվելը դարձել է առօրյայի անբաժան մաս։ Մեզնից շատերն ամեն օր հրապարակելով տարբեր լուսանկարներ հաճախ անգիտակցաբար թիրախավորում են հենց մեր կողքին գտնվող երեխային, առանց հաշվի առնելու օրենքի արգելանքը։ Հայաստանի օրենսդրության առանց ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի թույլտվության երեխայի լուսանկարը հրապարակելը կարող է իրավախախտում համարվել։ Նույնիսկ ծնողի հրապարակած լուսանկարները կարող են խախտել երեխայի անձնական կյանքի իրավունքները։ Հոգեբանները ասում են, որ դա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ որ ծնողը իր երեխայի լուսանկարը հրապարակում է եւ դա հետո դառնում է հանրային սեփականություն, այսպես ասած։ Դրա մասին արդեն բազմաթիվ դիրքորոշումներ եւ վերլուծություններ կան եւ իրավաբանների կողմից եւ հոգեբանների կողմից, ինքս դա շատ սխալ եմ համարում։ Սոցցանցերում յուրաքանչյուր հրապարակված լուսանկար պատմություն է, պատմություն, որն առաջին հայացքից կարծես թե ունի դրական երանգներ, սակայն իրականում այն շատ մեծ ռիսկեր է ներառում։ Այս կիբեր
հանցագործությունների դարում այդ երեխայի լուսանկարը կարող է հեշտությամբ վերցվել եւ պորնոգրաֆիական նյութերի, բան դառնալ եւ նաեւ ինչ որ այլ ոչ ճիշտ ինֆորմացիոն ինչ-որ նյութերի, մանավանդ հիմա շատ ենք հանդիպում, օգնեցեք երեխային, ինչ-որ հիվանդ երեխային նկար ու ինչ-որ դրամային օգնություն են խնդրում։ Անչափահաս երեխայի լուսանկարի հրապարակումը առանց ծնողի կամ օրինական ներկայացուցիչի համաձայնության արդեն իսկ իրավախախտում է, պնդում են մասնագետները։ Բայց օրինակ ողբերգությունից հետո ինչպես հրապարակել լուրը, ինչպես ցույց տալ դիցուք անչափահասների լուսանկարները, որ չխախտվեն նրանց իրավունքները, չդառնան խոցելի եւ չխախտվեն լրագրողական էթիկայի կանոնները։ Իրավական պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ որ նման իրավիճակներում լրատվական կայքերը կամ միջոցները դիմում են ազգականներին, ստանում են թույլտվություն նման հրապարակումներ անելու համար եւ մյուս հակառակ եւ ամենաշատ տարածված դեպքերը, երբ որ չեն ստանում այդ թույլտվությունը, բայց այնուամենայնիվ վերցնում սկրինշոտ են անում եւ այլն։ Իսկ հոգեբանները պնդում են առհասարակ անչափահասի նկարների հրապարակումը թե հոգեբանական, թե իրավական առումով ոչ ցանկալի վարք է։ Ողբերգական դեպքերի պարագայում ըստ հոգեբանի այդպիսի հրապարակումներով ցավի ապրումն ավելի են խորացնում։ Հարազատը կարծես կորցնում է իր վերահսկողությունը, կորցրած հարազատի վիշտը պահպանելու սքալու նկատմամբ եւ վշտի փուլերը, որոնք որ պետք է ինքը կարողանա հաղթահարել, դրանք երկարաձգվում են եւ վերաապակինում տեղի չի ունենում։ Երբ սոցցանցերում մեկ հպումով տարածվում է երեխայի պատկերը, քչերն են հարցնում, որտեղ են սկսվում երեխայի իրավունքները եւ որտեղ ավարտվում մեծահասակի ազատությունները։ Մասնագետները կոչ են անում պահպանել երեխայի իրավունքները եւ սոցիալական մեդիայում երեխաների պատկերներ տարածել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,075,800 մարդ, ինչը 84,600-ով ավել է նախորդ տարվա համեմատությամբ։ Տվյալները ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։